Դիտեք առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։ Մեր վերջին հանդիպումից անցավ մեկ շաբաթ, այսօր կրկին երկուշաբթի է և կրկին հանդիպում ենք «Սպասիր ինձ» հաղորդաշարի ձեզ այդքան ծանոթ տաղավարում։ Բարի երեկո։ Բարև ձեզ։ Այո, մեր տաղավարը վստահաբար հարազատ է դարձել հեռուստադիտողի համար։ Ամեն անգամ հայտնվելով էկրաններին, այն կարծես հուշում է, որ այստեղ շուտով հնչելու են շատ կարևոր խոսքեր և տեղի են ունենալու շատ կարևոր հանդիպումներ։ Որքան տարբեր պատմություններ են բարձրաձայնվել այս տաղավարում և քանի սպասված հանդիպումներ են կայացել, որոնք անվանել պարզապես հուզիչ, նշանակում է ոչինչ չասել, իսկ որքան արդյունք է թափվել այստեղ, թե երջանկության, թե ցավոք տխրության։ Հաղորդաշարի ամբողջ պատմության ընթացքում մեր տաղավար եկած բոլոր հյուրերը հեռացել են այստեղից կամ իրենց կյանքը, կամ գոնե ապագայի նկատմամբ մոտեցումները կտրուկ փոխած։ Այս տաղավարում ծափահարությունների ու երախտագիտության խոսքերի պակաս էլ երբեք չի զգացվել։ Ու որքան էլ ասենք, որ ավելորդ է շնորհակալություն հայտնել, պետք է խոստովանել, միշտ էլ հաճելի է լսել սրտից եկած անկեղծ խոսքեր ու բարի մաղթանքներ։ Դե ուրեմն մենք էլ մաղթենք, որ բոլոր այս դրական էմոցիաները երբեք չպակասեն այս ջերմ տաղավարից և ուրախությամբ սկսենք այսօրվա թողարկումը։ Աշխարհի որ երկրում էլ լինեք, ուր էլ ձեզ հասցրած լինի կյանքը, ինչպես էլ դասավորված լինի ձեր ճակատագիրը, հիշեք, երբեք ուշ չէ միավորվել նրանց հետ, ում վաղուց կորցրել եք։ Հրավիրենք հայտատուին, որն իր պատմությամբ այսօր հյուրընկալվել է մեզ։ Բարև ձեզ, շնորհակալություն, որ եկել եք մեր տաղավար։ Ես եմ շնորհակալ։ Խնդրում եմ ներկայացեք և պատմեք, թե ում եք փնտրում։ Ես Գայանե Հարությունի Եսայանս փնտրում եմ հորս հորաքրոջ հետնորդներին, ավելի ճիշտ կլինի ձևակերպել այսպես, փնտրում եմ նրանց, ովքեր փնտրում են մեզ, որովհետև այս վերջերս փնտրել են և չեն կարողացել կապ հաստատել մեզ հետ։ Ուրեմն Եսայան Հարություն Արսենի պապիկս է, ամուսնանում է տատիկիս հետ, տատիկս գեղեցկուհի է, 15 տարի իրենից փոքր։ Երկու զավակ են ունենում և պապիկը մեկնում է պատերազմ, 1941 թվականին մեկնում է պատերազմ և 43 թվականին անհայտ կորած է համարվում։ Իրականում գերի է ընկնում և չգիտեմ ինչ ճանապարհներով հայտնվում է Ֆրանսիայում, այնտեղ գտնում է քրոջը, որտեղ մի մասը գաղթած են լինում, մի մասը տենց ցրվում են տարբեր տեղեր և քույրը համոզում է, որ մնա, նույնիսկ ասում են, որ իրերը գնացքով գալիս է, պապիկը մնում է, որտեղ տատիկ ասում է, որ եթե հետ գնաս, քեզ անպայման կաքսորեն։ Եվ իրականում երևի այդպես էլ կլիներ ու այդ ժամանակ կապ են հաստատում, կնոջ հետ կապ է հաստատում։ Այստեղ Հայաստանում է լինում ձեր տատիկ, այսինքն ընտանիքը։ Իրենք Նորարմավիրում են լինում, հետո տեղափոխվում են Երևան։ Հետո կապ է հաստատում, բավականին երկար ժամանակ նվերներ են ուղարկում, կապ են հաստատում։ Այս նկարը պապիկի մոտ պետք է որ լինի Ֆրանսիայում, որովհետև մայրիկիս ասում է բանը, հասս ֆրանսուհու նման է, այսպես ինչ որ տենց բաներ էին մեզ պատմում։ Հետո մենք բնակարան տեղափոխվեցինք ու կապը ընդհատվեց։ 2001 թվականի սեպտեմբերի 26-ին, որ եղբայրս եկավ, ասեց, որ հորաքրոջ բարեկամը եկել է հենց նույն օրը հայրիկս մահացավ։ Ու էլի կապը կորավ, ոնց որ հայրիկս որ մահացավ, հորեղբայրս մենք նույն շենքում էինք ապրում, առաջի հարկում, ինքը բնակարանը վաճառեց։ Հիմա արդեն դրանից հետո մի 2-3 տարի առաջ, երկու երիտասարդ գալիս են այդ բնակարան, ասում են, որ Եսայան Հարությունին ենք փնտրում, այսինքն հորս։ Այդ կինը, որ եկել է մեր շենք, ինքը բնական է, հորս չի տեսել, ասում է այս շենքում նման մարդ չի ապրում։ Ինքը ասում է մենք մենակ այս հասցեն ունենք շատ կարևոր է, մենք պետք է իրանց գտնենք, ասում է այս շենքում տենց մարդ չի ապրում։ Հետո դիմացի հարևանուին ասեց, որ հետո պատմել ասենց ուղակի, որ այս շենքում տենց մարդ կա, ասել է հա ոնց չկա 4-րդ հարկում են։ Տենց ու էլի կապը կտրվեց, ինչ որ չի հաջողվում։ Մի քանի բան փորձենք հասկանալ, ասացիք Ֆրանսիայում է
բնակվել ձեր պապիկը, արդյոք գիտեք որ քաղաքում։ Գիտեք հիմնական մեր հյուրերը որ գալիս էին, Մարսել, Լիոն, այդ քաղաքների անուններն է շրջանառվում։ Այդ մարդիկ որ եկել էին, նույնիսկ իրանցից մեկը ասեց, որ այդ հորաքրոջ տղան կամ թոռը, ես արդեն ժամանակագրությունը վախենամ խախտեմ, Մարսելի քաղաքապետարանում ճարտարապետ է աշխատում։ Անուններ գիտեք, հորաքրոջ անունը, նրա երեխաների։ Ես հիմա չեմ հիշում, ճիշտն ասած տատիկը տենց պատմում էր, բայց 2 տարի առաջ այդ դեպքն էլի, եթե չլիներ, որ ես հասկանայի, որ մեզ որոնում են, ես կարողա էլի չդիմեի։ Այսինքն կոնկրետ չեն կարող ձևակերպել անուններ տալ, թե ում ենք փնտրում։ Եսայան Արսեն Հարությունի պապիկս է։ Արդեն նույնիսկ խոսակցություններ կար, որ բանը ինքը ազգանունը այնտեղ փոխել է, բայց պարբերաբար այդ մարդիկ գալիս են մեզ գտնում են։ Այսինքն ինչ-որ բան գիտեն ձեր մասին։ Հա, իրեն գիտեն։ Մենք որ փոքր ենք եղել, այն ժամանակ ավելի հաճախ են եկել գնացել։ Հետո ասել են նույնիսկ պապիկ այնքան տատիկին սիրե, որ նույնիսկ խանդի հողի վրա այդ պատուհանները սևացնել է, որ հանկած դասից իրան տեսնող չլինի, որովհետև ինչ որ ինժեներ է եկել գյուղ, ասել է սիրուն աղջիկ տեսա այդ ջրի աղբյուրի մոտ, ինքը խանդել է, հասկացել է, որ իր կինն է, տենց ու քանի որ տատիկին շատ է սիրել, նույնիսկ այնտեղ չի ամուսնացել օրինական, ասում են ինչ որ կնոջ հետ ապրել է, բայց չի ամուսնացել։ Խնդրում եմ նայելով տեսախցիկին, փորձեք մի ձևակերպում գտնել, ասելով, որ փնտրում եք ձեր ազգականներին, նույնիսկ չիմանալով անուններ եւ ազգանուններ։ Ավելի շատ փնտրում եմ Եսայան Արսենի քրոջ այն հետնորդներին, որոնք մեզ են փնտրում։ Եվ Հայաստանում մարդիկ, որոնք տիրապետում են ինֆորմացիայի, ցանկալի կլինի, որ արձագանքեն, որովհետև հաստատ տիրապետում են, որովհետև ինչ որ հետաքրքիր զանգեր միշտ եղել են։ Շնորհակալ ենք շատ, որ այսօր եկել եք մեր տաղավար եւ բերել եք ձեր ընտանիքի մի փոքր խճճված պատմությունը եւ շատ երկար ձգվող։ Հույս ունենանք, որ մեր գործընկերների ջանքերը կօգնեն լուծել այս թնջուկը եւ գտնել այն մարդկանց, ում դուք փնտրում եք։ Շնորհակալ եմ։ Մենք ենք շնորհակալ։ Աստրախանի որոնողական աշխատանքներ իրականացնող կազմակերպությունը «Սպասիր ինձ» նախագծին է դիմել խնդրանքով գտնելու խորհրդային Հայաստանում ծնված եւ գերեվարության մեջ մահացած հայրենական մեծ պատերազմի մասնակիցների ազգականներին, որպեսզի նրանց փոխանցի հայտնաբերված փաստաթղթերը։ Ահա նրանցից մի քանիսի անունները։ Վարդանյան Տրթատ Հմայակի, ծնված 1922 թվականի հունիսի 20-ին։ Մոր օրիորդական ազգանունը Հարությունյան։ Համարվել է զոհված Կուրսկի շրջանում, սակայն գերեվարվել է 1943 թվականի հուլիսի 11-ին, մահացել է գերության մեջ 1944 թվականի հունվարի 28-ին, ուղարկավորված է Լեհաստանում, Ժագանի գերեզմանատանը։ Վելիցյան Բարսեղ Արշակի, ծնված 1920 թվականին, գերեվարվել է 1942 թվականի դեկտեմբերի 6-ին, մահացել է գերության մեջ 1943 թվականի հուլիսի 21-ին։ Գալստյան Դավիթ Հարությունի, ծնված 1917 թվականին Անգեղակոտ գյուղում։ Մոր անունը Գալուստյան Նարգիզը, քրոջ անունը Գալուստյան Մարալ։ Գերեվարվել է 1942 թվականի հունվարի 13-ին Ֆեոդոսիայի մատույցներում։ Մահացել է գերության մեջ 1945 թվականի փետրվարի 3-ին, ուղարկավորված է Մաութհաուզեն ճամբարի գերեզմանատանը։ Գևորգյան Լևոն Մարկոսի, ծնված 1919 թվականի հունվարի 1-ին Երևանում, մոր օրիորդական ազգանունը Գևորգյան, գերեվարվել է Մինսկի մատույցներում, մահացել է գերության մեջ 1942 թվականի մարտի 4-ին, ուղարկավորված է Ստրասբուրգ Մյուցիկ գերեզմանատանը։ Կորոտկով Կոստանտին Լուկայի, ծնված 1915 թվականի փետրվարի 20-ին Կալինինո գյուղում, մոր անունը Մարիա Ֆյոդորովա, գերեվարվել է 1941 թվականի նոյեմբերի 1-ին Ղրիմում, մահացել է գերության մեջ 1942 թվականի նոյեմբերի 21-ին, ուղարկավորված է Գերմանիայում։ Գրիգորյան Գարեգին Եգորի, ծնված 1917 թվականի հունիսի 25-ին, գերեվարվել է 1941 թվականի հուլիսի 6-ին, մահացել է գերության մեջ 1942 թվականի հունիսի 13-ին։ Կա մի բարդ թեմա, որի հետ կապված պատմությունները մեր խմբագրություն շատ հաճախ են գալիս։
Ցավոք մեր երկրում քիչ չեն դեպքերը, երբ ծնողն ու զավակը իրար չեն ճանաչում, իսկ ավելի կոնկրետ հայրն ու զավակը։ Գաղտնիք չենք բացահայտի, եթե ասենք, որ իրոք տարածված երևույթ է։ Ֆինանսական դժվարություններ, արտագնա աշխատանք, օտար երկիր, նոր ծանոթություններ, սիրավեպ, իսկ արդյունքում երեխա, որը լիարժեք ընտանիքում ծնվելու դեպքում պետք է լիներ սպասված ու սիրված։ Բայց եթե հայրենիքում տղամարդն արդեն ընտանիք ունի, ապա օտար երկրում ծնված երեխան մի օր մնում է միայն մայրիկի հոգացության տակ։ Չէ՞ որ արտագնա աշխատանքը մի օր ավարտվում է, եւ տղամարդը վերադառնում է տուն։ Քանի այսպիսի դեպքեր են եղել միայն Հայաստանում, չգիտենք, վիճակագրությունն այդ մասին լռում է, բայց գիտենք պատմություններ, որոնց գլխավոր հերոսները իրենք են որոշել կիսվել մեզ հետ։ Ինչու են տարիների բաժանումից ու չիմացությունից հետո որոշում փնտրել իրար զավակներն ու հայրերը։ Արյան կանչն է դա, ափսոսանքը, թե մի այլ զգացում միայն նրանց է հայտնի։ Երևի պատճառը էական էլ չէ։ Կա հանդիպելու ցանկություն, ուրեմն այն պետք է իրականացնել։ Կշփվեն հաջորդիվ, թե ոչ, իրենք կորոշեն, բայց մենք համոզված ենք, որ ծնողներն ու զավակները անպայման պետք է հանդիպեն ու պարզապես օգնում ենք իրականություն դարձնել այդ պահը։ Դիտենք այսօրվա տեսահայտը ու հուսանք, որ անպայման կկայանա նաև այս պատմության հերոսների հանդիպումը։ Ալբանիկ Դավոյանը տեստեր Սվետլանայի լուսանկարները միշտ իր մոտ է պահում, գրպանում, արդեն 33 տարի։ Այս պատմությունը սկսվեց 1973 թվականին։ Մի խումբ երիտասարդների հետ Ալբանիկ Դավոյանը Ստեփանավանից մեկնեց Սամարա, արտագնա աշխատանքի։ Այնտեղ նա ծանոթացավ Գլաֆիրա Շկրումելյակի հետ։ Աղջիկը Բուլղարիայից էր։ Նրանց միջև սիրավեպ սկսվեց։ Գլաֆիրայի ընտանիքը հայ երիտասարդին ջերմությամբ ընդունեց։ 6 ամիս Սամարայում աշխատելուց հետո Ալբանիկը սիրելիի հետ վերադարձավ Ստեփանավան։ Իրանք չգիտեին էլ, որ ես գնում եմ։ Եկանք մտանք տուն, զարմացան, որ ես եկել եմ։ Շատ ուրախացանք, շատ գոհ էինք, իրար հետ ապրում էինք, լավ ապրում էինք։ 1974 թվականի սեպտեմբերի 2-ին երիտասարդներն աղջիկ ունեցան։ Նրան անվանակոչեցին Սվետլանա։ Ալբանիկն այդ ժամանակ քաղաքի կենտրոնական փոստում էր աշխատում։ Երբ Սվետլանան սկսեց մանկապարտեզ հաճախել, Գլաֆիրան աշխատանքի անցավ տեղի հեռախոսակայանում։ Աշխատանքը երկարօրյա էր, մայրը ուշ էր տուն վերադառնում։ Մանկապարտեզից հետո Սվետլանան ամբողջ ժամանակն անցկացնում էր հայրիկի հետ։ Շատ ուրախ, շատ զվարթ, գնում էի մանկապարտեզից բերելու, գալիս էր փաթաթվում էր, պապան եկելա, ունում բերեմ։ Լավ էինք, ինքն էլ էր լավ հետս։ Անընդհատ նա իմ մոտ էր ելնում։ Գալիս էր մոտս իրար հետ դուրս էին գալի, ման էին գալի, հաց էի ուտացնում, իրար հետ հաց էինք ուտում, դուրս գալի, ման էին գալի, մինչև մերը գալիս էր, իրար հետ ապրում էինք։ Նմանությունը մորն էր նման, ինչ էր նման, բայց ինձ էլ մի քիչ նմանություն կար։ Տիկինես հայերեն սովորել էր արդեն ստեղ, ու երեխու հետ էլ մենք հայերեն խոսում, որ սովորի։ Հայերեն գիտեր, բայց լավ չգիտեր։ Ելակ եմ ցանել, ծաղկելա արդեն հապկացնում եմ քախանեմանը, որ նորմալ լինի։ 1978 թվականին Գլաֆիրան քրոջից նամակ ստացավ։ Վերջինս խնդրում էր անհապաղ վերադառնալ Սամարա։ Օրեր անց Գլաֆիրան ամուսնուն ասաց, որ Հայաստանում ապրել այլևս չի ցանկանում։ Նա սկսեց համոզել Ալբանիկին, որ միասին մեկնեն Սամարա եւ կյանքը շարունակեն այնտեղ։ Ալբանիկը չհամաձայնեց։ Ամիսներ անց նրանք ամուսնալուծվեցին։ Ասավ ես գնում եմ Ռուսաստան, կգաս արի գնալ, չես գալ, ես չեմ մնալու։
Ես էլ պապս տատս ինձ պահել են մեծացրել, ես չէի կարալ նրանց թողամ գնամ, ու այդ ձևի մենք իրարից բաժանվել ենք։ Շատ լավ իրար հետ, շատ համերաշխ իրար հետ բաժանվել ենք։ Ոչ վիճել ենք, ոչ ես, ոչ են։ Ինքն էլ ասավ, եթե կարաս կգաս կտենաս, եթե չէ, դու գիտես քո գործերը։ Հետո գնացին մի քանի ամիս հետո եկան դատարանով բաժանվեցինք։ Այդ վաղտ երեխեն էլ լաց եղավ, ես էլ։ Վեկալան իրանց եղածը վեկալան գնացին։ Ասի աղջիկ ջան, կգամ էլ կերտամ էլ։ Հա, պապա, մենք սպասում ենք, կգաս։ Ասի հա, այդքան բան։ Ու հաջողություն արի գնաց։ Հեռավորությունը չխանգարեց, Ալբանիկը շարունակեց շփումը դստեր հետ։ Նա հաճախ մեկնում էր Սամարա, աղջկան տեսնելու։ Նրանք միմյանց նամակներ էին գրում, լուսանկարներ ուղարկում։ 1990-ականների սկզբին Գլաֆիրան ամուսնացավ երկրորդ անգամ։ Այդ պատճառով Ալբանիկը դստերը հանդիպում էր դրսում, գնում էին այգի, միասին զբոսնում էին։ Սամարայում Ալբանիկը գիշերում էր Սվետլանայի մտերիմ ընկերուհու Լարիսա Մեդվեդևայի տանը։ Աղջիկը բնակվում էր Սվաբոդա 164 հասցեում։ Ընկերուն կանչվեց, ասավ, պապաս կարա ձեր տանը մնա։ Ասա բա Իրանը չտի գնալ, մեր տանը կմնա։ Այդ ման աղջկա հետ գնացինք իրանց տուն։ Հորանունը Յուրա էր։ Գնացինք ծանոթացրու, մենք իրար հետ լավ մի շաբաթ իրար հետ մանեկան նկարվեցինք, ասում էր հանկարծ ուրիշ տեղ չգնաս, մեր տունը քեզ մա հաշվի քո տունը։ Այդ ձևի մենք իրար հետ շատ լավ էինք։ Շատը հիշում եմ իմ երեխուն, սենց որ մտածում եմ վերջի անգամ որ գալիս էի ոնց էր փաթաթվել։ Իր անկերուին էլ նույն ձևի ինձ հետ լավ էր։ Լավ մի անգամ էլ մանը աղջիկս ընկերուն ասավ, լավ ասավ ես փաթաթվում եմ լացս գալիս է, դու ես լացել եմ։ Ասավ դե քո պապանա ուրեմն իմ պապան էլ է։ 1992 թվականին հայր և դուստր հանդիպեցին վերջին անգամ։ Եվս 3 տարի Սվետլանայի հետ կապը շարունակվեց քաղաքային հեռախոսակապի միջոցով։ Ալբանիկը գիտի, որ Սվետլանան ամուսնացել է, որդի ունի, ուզում էր աշխատել որպես հաշվապահ։ Ինչ-որ պահի Սվետլանայի հեռախոսահամարը անհասանելի դարձավ։ Դստեր բնակության նոր հասցեն Ալբանիկը չգիտի։ Մեծ աղջիկը սեպտեմբերի 2-ին ացնվել, իսկ ստյան մեծ աղջիկը սեպտեմբերի 1-ին ացնվել, մի օրվա տարբերությամբ։ Ու ոնց որ երկուսին էլ մի անգամայից ես հիշել եմ միշտ։ Ճիշտ է նա 74 թվին ացնվել, նա 80 թվին ացնվել, բայց հիշողությունից դուրս չէր գալի։ Կիմանամ ես իմ աղջկան տեսել եմ, որ մեռնեմ սիրտս հանգիստ մեռնեմ։ Կիմանամ իմ աղջիկս ոնց է ինչա։ Հետո արդեն այնտեղ երեխեք ունի, թոռ ունի, ինձ էլ գալիս է ծոր։ Հավանական է, եթե հանկարծ մենք իրար գտանք, անընդհատ պետք է իրար հանդիպենք։ Սուտ կլի, որ նա չգա կամ ես չգնամ։ Սվետլանա ջան, աղջիկ ջան, այնքան եմ կարոտել, այնքան կուզեմ քեզ տեսնեմ, չես պատկերացնի, իմ միակ մտածմունքը դու ես, անպայման, արի որ քեզ տենամ։ Անորոշությունը առավել տանջող է, քան ցանկացած, թեկուզ ոչ այնքան լավ լուրը։ Մեր տաղավար հյուր եկած հեռուստադիտողները որոշել են վերջ դնել անորոշությանը և սկսել որոնումները։ Հուսանք, որ անորոշությանը փոխարինելու կգան միայն լավ լուրերը։ Բարև ձեզ, խնդրում եմ ներկայացեք և պատմեք ձեր պատմությունը, ում եք դուք փնտրում։ Համբարձումյան Վալոզյա, ես փնտրում եմ հոեղբորս տղան և աղջկան։ Համբարձումյան Գրիշա Բագրատի, Համբարձումյան Ռոզաննա Բագրատի, որոնք բնակվել են Գյումրի քաղաքում։ Երկրաշարժից հետո
վթարային տներում են բնակվել։ Միշտ կապ ենք ունեցել, արդեն 2000 թվականից հետո կապը խզվել է, կտրվել է, հեռախոսներ չեն աշխատել։ Զանգել եմ անձնագրային բաժին, որպեսզի հասցե ասեն, բայց մենք ոչինչ չեն կարող ասել, մինչև լիազորագիր չունենաք։ Հենց որ կապը լրիվ խզվել է, ոչինչ, արդեն 25 տարի է։ Մոտիկ բարեկամներ, հարազատներ են, ինչպես չկարողացեք։ Դուք ինքներդ որտեղ եք բնակվում, արդյոք նրանք կարող էին ձեզ գտնել ձեր հասցեով։ Գիտեն, բայց չեմ մոռացած կլեմ, տանտեղն իմացել եմ։ Ինչ եք կարծում, արդյոք իրենք տեղափոխվել են, փոխել են բնակության վայրը, որն է պատճառը, որ կորցրել եք նրանց տեսադաշտից։ Այդ կասկածում եմ, որ հնարավոր, որտեղ վթարային տուն է եղել։ Երբևէ փորձել եք ինքներդ գնալ Գյումրի, հենց տեղում փնտրել, հին ծանոթներ, ազգականներ գտնել։ Մի անգամ գնացել եմ, չեմ կասել, գլխապատուտ եմ ունեցել։ Կիսատ թողել հետ եմ եկել։ Հիմա քանի տարեկան պետք է լինեն ձեր ազգականները։ Նրանք երևի մի 75, 70։ Եկեք այսպես անենք, պատկերացնենք, որ մի օր նրանք միացնում են հեռուստացույցը, տեսնում են էկրանին «Սպասիր ինձ» հաղորդումը եւ մի ծանոթ դեմք։ Իրենց հորեղբոր որդուն, այսինքն ձեզ։ Ինչ կասեք նրանց։ Գրիշա ջան, Ռուզանա ջան, կուզեմ հանդիպենք, տեսնենք իրար հետ։ Շատ լավ։ Շնորհակալ ենք շատ, որ այսօր եկաք մեր տաղավար։ Խոսքերը անբացատրելի ուժ ունեն, կարող են մի ակնթարթում երջանկացնել այնքան, որ թվա թե ամբողջ աշխարհն են նվիրել, ու վիրավորել այնքան խորը, որ աչքերի առջև սևանա, ու ամեն բան դառնա միևնույն։ Չասված խոսքերը ավելի զորեղ են, բացասական իմաստով։ Դրանք կարող են տանջել ու ամեն օր ավելի ու ավելի ծանրանալ հոգու վրա, դառնալ տրտմության եւ ընկճվածության պատճառ, փչացնել ամեն տեսակի հարաբերություններ։ Ցավոք խոսքերը մի հատկություն էլ ունեն, դրանք հետ վերցնել հնարավոր չէ։ Ասացիր մի բան դիմացին, ինձ ցավ պատճառեցիր, ափսոսացիր, բայց արդեն ուշ է։ Ասվածն ասված է, վիրավորանքը հասցված։ Հենց նման խոսքերն են հաճախ դառնում պատճառ, որ երբևէ իրար սիրող եւ իրարով ապրող մարդիկ ինչ որ պահի ընդմիշտ հեռանան իրարից, դառնան օտար։ Հարաբերություններից մնում է միայն ծանր հիշողությունը։ Տարիներ անց ոմանք փորձում են վերականգնել խզված կապը, մոռացության տալ տհաճ դրվագները, նորից շփում սկսել, ու այդ ժամանակ նորից օգնության են գալիս խոսքերը, այս անգամ անկեղծ ափսոսանքի ու ներողության։ Մենք ուզում ենք, որ դուք ճիշտ խոսքեր գտնեք միմյանց համար։ Մենք ուզում ենք, որ հանդիպման պահին կարողանաք ասել այն, ինչ իսկապես ուզում եք լսել, որ եղածը թողնեք անցյալում ու նոր խոսքերով նոր կյանք սկսեք։ Լսենք, թե ինչ խոսքեր է գտել մեր այսօրվա հայտատուն ու ինչ է ուզում ասել նրան, ում փնտրում է։ Այն ամենավատ տարիներին էր, ցուրտ, լույս չկար, ջուր չկար, ինքը ամբողջ օրը ժամը 6-ից դուրս էր գալի վազելու, պարապում էր, ինքը սիրել է իր սպորտը, ու ինքը իրան չէր պատկերացնում առանց դրա։ Վահագնը մի օր դպրոցից ուշ դուրս եկավ, հպարտ կեցվածքով իջավ աստիճաններով ու մայրիկին ասաց. որոշել եմ, ըմբշամարտիկ եմ դառնալու։ Տղան 7 տարեկան էր։ Այդ պահից նրա օրը սկսվում ու ավարտվում էր սպորտով։ Դիպլոմներն էլ ձեռքը գալիս էր, տալիս էր, մեր սպարտության վերցնում էինք ու կարդում էինք, հիշում եմ, որ ասում էր, մամա, ինչ ես կարդում այդքան մի ժամ։ Ու այդպես մաման նայում էինք, կարդում էինք, սաղս հերթով վերցնում, կարդում էինք, ծիծաղում էր, ասում էր, դե այդքան բան չկա գրած, ինչ եք կարդում։ Իր ապարապունքից գալիս էր անմիջապես պայուսակն ասում էր հանեք շորերը սաղ թացա։ Իր շորերը դու մեզ չեր վստահում, ասում էր ես կլվանամ, դուք մաքուր չեք լվանում ոնց որ։ Ինքը սպիտակ մայկաները սիրուն, ինքն իրուն լվանում էր։ Ամեն ինչ իր ապարապունքի հետ է կապնված։ Ոչ մի խաղ չկա, որ ասեմ մենք այս խաղում էինք կամ բան։ Ինքը ամբողջ օրը մինչև դարպասով էլ որ անցնում էր, այդ վերից կախվում էր, ժիմ էր անում։ Այտենց բան չկա, անտարբեր անցներ։ Ինչ մի հատ ծանր մի բան կտաներ կբերեր կամ ընկերներով ցախ առնում էինք այն ժամանակ մի օրում տաշտերով բարձրացնում էին վերև այդ հսկաները։
Այստեղ են Սևանում են գնացել ընկերներով։ Համայլա բոլորն էլ մարզիկներ են։ Գրեթե բոլոր նկարներում Սեյրանի հետ է ինքը, որտեղ իրոք իրանք շատ մտերիմիկ են եղել բոլոր նկարներում, բոլոր առիթներին։ Դպրոցն ավարտելուց հետո Վահագնը ընդունվեց Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական ինստիտուտ։ Նրա մտերիմ ընկերը Սեյրանը նույնպես մարզիկ էր։ Նրանք դասերից հետո միասին էին մարզվում։ 1995 թվականի օգոստոսի 6-ին ընկերները մեկնեցին Չեխիա, Պրահայում կայանալիք ըմբշամարտի երիտասարդական առաջնությանը մասնակցելու։ Պապաս ասում էր չէ, ասեց եթե ինձ լսես չես գնա, ասեց պապ թող փորձեմ, ես էլ փորձեմ։ Մինչև վերջի վարկյանը եղել է մտահոգությունը։ Մինչև վերջի վարկյանը ես էլ եմ հիշում, որ դուրս եկանք բակում, շատ տխուր են մամաներ, պապաներ, մենք իրան շատ տխուր ճանապարհեցինք, որովհետև պապան մինչև վերջ ասում էր թեկուս տոմսը, թեկուս ամեն ինչ արվել է, արի մի գնա։ Մինչև վերջ մենք համաձայն չենք եղել իր գնալուն։ Վահագն Գափոյանը ըմբշամարտի երիտասարդների առաջնությունում հաղթանակ տարավ։ Տղաները մնացին Պրահայում։ Վահագնը ծնողներին հաճախ էր զանգահարում, գումար էր ուղարկում։ Ասում էր, որ ընկերոջ հետ տուն են վարձակալել ու այնտեղ են ապրում։ Սկիզբը շատ լավ էր, ամեն օր զանգում էր լավ, շատ լավ երկիր է, մաքուր երկիր է, պարապմունքները շատ լավ անցնում։ Իրան այնտեղ հեռուստացույցով ցույց տվեցին թերթերում, մեզ ուղարկել էին, այս պահին այդ թերթը երևի կորցրել ենք, ինքը շատ փակ էր, զուսպ էր ավելի։ Իրանից շատ դժվար էինք ինչ-որ բաներ իմանում, ինչա կատարվում, ինչա լինում, ինքը զուսպ էր։ Կռվարար չէր երբեք, միշտ խոսքով կամ այդպես էր հարցերը լուծում։ Վահագնի հետ ծնողները վերջին անգամ հեռախոսազրույց են ունեցել 1996 թվականի հունիսի 7-ին։ Տղան սովորականի պես ուրախ էր, նոր մտահաղացումներով լի։ Այդ օրը ծնողներին ասել էր, որ ընկերոջ հետ ծրագրում են Կիև գնալ։ Զրույցի վերջում խոստացել էր հաջորդ օրը զանգահարել, բայց այդպես էլ կապի դուրս չի եկել։ Հունիսի 7-ին հայրիկի հետ խոսած չէ, միշտ ամուսինս ասում էր, արի, ամուսնացնեմ, երկու հատ երեխա տուր մեզ, դու էլի գնա, չի ասում էր, ծիծաղում էր, ասում էր, չէ, պապ ջան, լավ, ամեն ինչ նորմալ է։ Այսօր հրաշքների հավատում եմ, հույսս չեմ կորցնում, որովհետև ես չեմ պատկերացրել, որ ինքը վատ արարքան էր, կյանքում չեմ պատկերացնի, որ ինքը ինչ-որ մի բանի մեջ ընկնի, ինքը շատ բուրջ էր ամեն հարցում։ Ես միշտ այս 30 տարիների մեջ մտածել եմ կամ ինքը չկա, Աստված մի արածե, կամ իր գիտակցության հետ մի բան այն չի, մի խնդիր կա, թե չէ անհնար է, եթե ինքը նորմալ գիտակից լիներ ու կապի դուրս չգար, բացառվում է դա։ Վահ ջան, ցավդ տանեմ, շատ սիրում ու կարոտել եմ քեզի մեռնեմ կյանքից, արձագանքից, թեկուզ ինչ է լինի, մենակ ձայնդ լսեմ, բաբա ջան, ուրիշ բան չեմ ուզում, մենակ իմանամ կաս, կան մի բան։ Անցել է 30 տարի, բայց դու միշտ մեր մտքում ես։ Ես հավատում եմ հրաշքներին։ Խնդրում եմ արձագանքի։ Ավարտվեց «Սպասիր ինձ» նախագծի եւս մեկ թողարկում։ Համոզված ենք, այսօր այստեղ հնչած պատմությունները ձեզնից ոմանց հուզեցին, ոմանց ուրախացրին, ոմանց էլ սեփական կյանքի մասին մտածելու առիթ տվեցին։ Բայց հաստատ ոչ մեկի անտարբեր չթողեցին։ Անտարբերությունը չարիք է, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրական մարդկանց կյանքին, նրանց ճակատագրերին։
Ու հենց անտարբերությունն է մի ժամանակ գուցե պատճառ հանդիսացել, որ այսօր շատերն իրար գտնել չեն կարողանում։ Եվ հենց անտարբեր չմնացող մարդկանց շնորհիվ է, որ ունենում ենք երջանիկ ավարտով պատմություններ, որ մարդիկ վերջապես հանդիպում են, զգալով ինչ է նշանակում երազանքի իրականացում։ Իրականացրեք ձեր երազանքները։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։